Մենք չգիտես ինչի չենք խոսում այն մասին, որ մի ամբողջ երկրի ռեզիդենտ քաղաքացիների, որոնք նախնական գնահատվում են 1-ից 2 միլիոն, երբ որ համակարգը ամբողջությամբ կներդրվի արդեն, համար սահմանում ենք պարտականություն, թեկուզ տարին մեկ անգամ ներկայացնելու հայտարարագիր, որը այդ մարդկանց վրա ակնհայտ է, որ ինչ-որ ծախսա նստելու, ժամանակի, գումարային, հնարավոր է ինչ-որ նաև այլ ծախսեր արժենա, եւ այս հայտարարված հեղեղուկ իմ կարծիքով նպատակների համար։ Եթե մի անձի մասով ենք նայում, իհարկե մենք կարող ենք ասել, դե մի հայտարարագիր է, մանավանդ ինքնաշխատ նախալրացվելու է, դե ձեզ դժվար է, տվեք էլի այդ հայտարարագիրը։ Բայց կա մոռանալու գործոն, կա երկրում չլինելու գործոն, կա հիվանդանալու գործոն, սրանց արդյունքում տուգանվելու գործոն, եւ ի վերջո եթե նախալրացվում է, բայց մարդը պետք է միած տուգի ամեն դեպքում, որովհետև չնայած հայտարարվում է, որ մենք մարդկանց, էս էլ է հետաքրքիր հայտարարություն։ Հայտարարվում է, որ մենք մարդկանց հնարավորություն կտանք ինքնուրույն փոփոխություններ կատարելու։ Այն դեպքում ես զարմանում եմ, էլի ես հայտարարությունը ոնց են այդպես հեշտ արվում, այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետություն գործում է ինքնահայտարարագրման համակարգ հարկերի։ Եթե այդ համակարգը փոխել ենք, դա ուրիշ հարց։ Այսինքն ինչ է նշանակում հնարավորություն կտանք։ Մարդիկ պետք է ունենան այդ իրավունքը, այդ իրավունքը ունեն օրենքով եւ ասենց լավության նման առաջարկվում է, որ դե հնարավորություն կտանք կփոխեք։ Այս ամեն ինչը ռեսուրս է արժենալու մեր հասարակության համար։ Հիմա մեր թոշակառուները 3 տարի հետո ամենաերիտասարդ թոշակառուն կարող ենք հաշվել քանի տարեկան կլինի։ Դե հիմա մեղադրելու չի, չէ՞, մարդկանց, եթե օրինակ այսօր 62 տարեկան արդեն անձանց, եթե մի մասը չունենա համակարգչային համապատասխան գրագիտություն, ինքը պետք է մեկին դիմի, չէ՞։ Դե ասել են պեկը կօգնի, որտեղ է օգնելու պեկը։ Սպասարկման կենտրոններում այս մարդը պետք է գնա հասնի սպասարկման կենտրոն։ Ենթադրում եմ, երբ որ 1 միլիոն քաղաքացուց, ասենք, մի 100,000-ն էլ շարժվի դեպի սպասարկման կենտրոն, պատկերացնում ենք, չէ՞, սպասարկման կենտրոնների վիճակը։ 50,000-ը թող շարժվի, լավ։ Դեպի սպասարկման կենտրոն, որ իրանց օգնեն։ Էդվարդ ջան, մինչև հիմա այն պոստերի հարցը չի լինում լուծել, այս քանի ամիս է օրենքը հուլիսի 1-ին ընդունվել է, 51-ից ուժի մեջ է։ Հիմա 30,000 մարդ շարժվել է դեպի բանկ։ Այդ պոստերը չեն կարող լուծեն, վարչապետը ամեն անգամ ասում են, ես արագացնում ենք տեմպերը, արագացնում ենք, մինչև հիմա ոնց որ բան դուրս չի գալիս։ Հիմա պատկերացնում ես ինչ ճիշտ ասած ընդհանուր երևի ասեմ հետս կհամաձայնվես, այս պեկի ՏՏ համակարգներ, որ հիմա կա այն ինչ կա, ի շնորհիվ հարկ վճարողների ներվերի, այսինքն այս համակարգը կայացավ, սենց կիսատ-բռատ խնդիրներ ստեղծեց հարկ վճարողների համար ու այդ ամեն ինչը ոչ թե պեկը հաղթահարեց, այլ հաղթահարեցին հարկ վճարողները իրանց ներվային համակարգի քայքայվելու հաշվին։ Սա էլ է մի օր հիմա ոնց որ թե վատ չի աշխատում, բայց ամեն դեպքում մի օր հաշվետվություն էին վերջի օրը բերում դնում, նոր հաշվետվություն, նախավերջի օրը, հետո մարդիկ վարչական ինչ-որ սենց խնդիրների առաջ էին կանգնում, համակարգը ամեն update-ից հետո մի բան դուրս է թռնում, մի խնդիր առաջանում է, նորից սկսում են հերոսաբար այդ խնդիրը կարգավորել։ Հիմա պատկերացնում ենք, այս ինչ կլինի, էլի։ Ես չեմ, հիմա մարդիկ էլ առանց նայելու երևի շատերը վերցրելու են, հիմա հաստատել նախանրացված ասվում, ասենք, օրինակ, ընտանիքի տված, տեսեք, այս հարցը 2 օր առաջ ազգային ժողովում եմ տվել, այս ընտանիքի անդամների միջև, սենց ասած, փողի շարժը հայտարարում երևալու է, թե չի երևալու։ Եթե առանձին են հայտարարում, ենթադրում եմ, որ պետք է երևա։ Հիմա ասենք եղբայրը եղբորն է տվել, կինը ամուսնուն է տվել, այս հայտարարում երևալու է, թե չէ։ Հիմա ասում ենք հետո կասենք ամեն ինչ։ Տենց չի, էլի։ Պետք է հիմա ասում ենք տրանսֆերները չենք հարկում կամ հարկում ենք։ Եթե այդ ստացողը, եթե տեսեք, այն հարցին պատասխան եղավ, որ եթե անձը դրսում է աշխատել եւ գալիս է այդտեղ հայտարարագիր ներկայացնողը մեծ հաշվով իր հայտարարագրի մասին է խոսքը, բայց օրինակ ընտանիքի անդամը դուրսն է, փող է փոխանցել տուն,
այս հարցի անդրադարձը չեղավ։ Հիմա սա նվիրատվություն է, հարկում ենք, չենք հարկում, ոնց են դիտելու։ Այս կարող է վերջում պարզվի, որ մի հատ է թուղթ պետքա բերի, որ այս նվերա տվե, այդ հիմքով միայն չհարկենք, թե հարկելու ենք, հետո ենք թուղթը տանելու, սենց հարց էլ կա, որի պատասխանը ոչ մեկ չի ուզում տա։ Ասենք մենք էլ գիտես շատ հարցեր կա, որ պետական մարմինները խուսափում են այդ հարցերին անդրադառնալ, ասում են լավ անշարժ է, եկեք բան չասենք, չանդրադառնանք դրան, հիմա այլ ձևով են, հիմա այն ավտո ներկրողները 100 հատով ավտո են ներկրում իր բնույթով օրինակ, եթե նույն անձն է ներկրում, իր բնույթով ձեռնարկատիրական գործունեությունը, բայց մենք ասենք գիտեք ինչ, այդ ձեռնարկատիրական գործունեություն ոնց որ այդքան էլ չի, գնա հիմա էլ նոր բան ենք ասես, մենք գնա պետական տուրք, հիմա ամեն ինչ խառնվել է, այսինքն այն սկզբունքները ինչ որ դրած էր, սենց ընթացիկ ռեժիմով կարգավորման բանի տակ է դրված, էլի տենց չի, կամ պիտի մենք որոշենք ունենում ենք համակարգ իր բոլոր համակարգին բնորոշ հատկություններով կամ չենք ունենում, այս հայտարարման համակարգն էլ իմ կարծիքով պետքա ասեցի ես, որ պետքա ներդրվում է, երբ առկա է պրոգրեսիվ հարկման համակարգ, անձնական նվազեցումներ չհարկվող, անձնական նվազեցումների չհարկվող շեմ, պետքա հարկվի ոչ թե անձնական, այսինքն աշխատավարձը, այլ իրական եկամուտները եւ պետքա հարկման համակարգ, այս հայտարարման համակարգը հարկի ընտանիքի եկամուտները։ Եվ այս ամբողջությամբ պետքա ու պարզ լինի ամեն ինչ, հիմա այս հայտարարման համակարգից ոչինչ պարզ չի այդ առումով։ Դե ասվում է առանձին մտքեր կան, դեռ կոնկրետ բան չկա, մտքեր կան, համակարգը ներդնենք, հետո Այդտենց չի, ասենք օրենք եք վերնագիր բերենք, ընդունենք, հետո կասենք, բնացածը կասենք, էլի, այդտենց չի։ Ես ճիշտն ասած օրենսգիրքը երբ որ ընդունեցին 17 թվի կարծեմ, 16 թվին որ առաջի հարկային օրենսգիրքը ընդունվեց, կարծեմ մի հարցազրույցի ժամանակ ասեցի, որտեղ անհամապատասխանություն կար, մենք բերում ենք օրենսդրական ակտեր, հիմնավորումը բուն օրենքի հետ առնչություն չունի, հիմնավորումը մեջ ուրիշ գաղափարագրված, օրենքի մեջ փաստացի այլ է։ Ստացվում էր, որ պատգամավորները քվեարկում են ոչ թե օրենքի նախագծին, այլ քվեարկում են այն տեղեկանք հիմնավորումը ու շատ հաճախ դրանք իրար հետ չեն համապատասխանում ու համոզված են պատգամավորներից մեծ մասը տեղյակ չեն, այս ինչ է ընդհանրապես օրենքների նախագծերը, որ քվեարկում են, ընդունում են եւ այլն, մեծ մասից տեղյակ չեն, թե ինչ են նույն ստացի որ բան ենք անում, ասենք այսօր վաղը, մոտեցումները նույնն է մնացել, այսինքն ոնց որ առաջ էր 16 թվին, 15 թվին, նույնն էլ հիմա է, բան չի փոխվել այդ առումով, որտեվ 15-16 թվին էր այդ հարկային օրենսգիրքը հաստատ 3 պատգամավոր հազիվ կարդացածներ, որ կողմ քվեարկեցին, հետո տեսանք ինչ որակի փաստաթուղթ ունեցանք, այս էլ մոտարապես նույն պատկերը պետք է լինի, հետո հերոսաբար հաղթարենք, հետո շտկենք, հետո չգիտեմ ինչ անենք, չգիտեմ, այս անverջ ոնց ասեմ, օրենսդրական Պերմանենտ փոփոխությունների փուլում ենք, ոնց է, անընդհատ։ Կարկատանների փուլում ենք, չգիտեմ, այս լավա թե վատա, հետո ասում ենք կայուն, արդար, կանխատեսելի։ Ամեն օր օրենք ենք փոխում, բայց ասում ենք կայուն, կանխատեսելի միջավայր։ Այսինքն ոնց որ թե գաղափար, ընդհանուր գաղափար, թե դեպի ուր ենք շարժվում չունենք, սիտուատիվ լուծումներ ենք տալիս, եկամուտների հայտարարման համակարգ ենք ներդնում, որտեվ մտածում ենք, որ այդ լավ համակարգ է, ներդնում ենք, բայց այդ համակարգը ինչ որ նպատակ է հետապնդում, ոչ թե համակարգն ինքն իրենով լավը չի, ինձ թվում է ոչ մի երկրում մարդկանց չեն ստիպում հայտարարագրել, որովհետև այդպես հաճելի է պետությանը։ Կենցաղային խոսակցության մեջ բան կա, որ ասում է, այս ինչի գնեցիր,
ասում է դե հարևանը ուներ, ասի ես էլ ունենամ, ասում է բայց ինչի՞ դա պետք, ասում է դե թող մնա էլի տունը։ Մոտավորապես հայտարարման հավաքական։ Ասենք կարող է պետք չլինի, ասենք 20 հատ աթոռ առնենք, ասենք պետքա պետք չի գալու, բայց թողելն էլի 20 հատ աթոռ բաց չունենա, կարող է մի օր պետք է։ Կարինե Ալեքսանյանը օրինակ արձանագրել է եւ ասում է Հայաստանում բոլոր ընտանիքներն էլ դրսում հարազատ ունեն, որոնք բարբերաբար օգնում են, ու ենթադրում եմ, որ իսկապես էլ շատ-շատերը դրսից օգնություն են ստանում, դրսում աշխատող իրենց ընտանիքի անդամից օրինակ, եւ այս հարցը երևի թե շատ կարեւոր է, ու մարդիկ պետք է հասկանան ոնց են անելու։ Ես չգիտեմ, հիմա այս եղած նախագծով այդ հարցերի պատասխանը չկա, ասենք զուտ այդ բարեկամին փող է տալիս, գումար է տալիս, պետք է հայտարարագրվի թե չէ, եթե հայտարարագրվում է, այսինքն պետք է նաև երկրորդ թուղթը լինի, որ այդ նվերա տվել թե չէ, որտեվ այսօրվա գործող օրենսդրությամբ ասում է, բան եկամուտ, այսինքն նվազեցվող եկամուտ է համարվում, օրենսդրությամբ սահմանված կարգով կարծեմ նվիրատվության գումարները։ Հիմա պետք է արդյոք ապահովեն այդ նվիրատվության փաստը թղթավորումը, թե չէ։ Կամ այդ փոխանցման թղթի մեջ պետք է երևա անպայման։ Գրեն օրինակ նվիրատվություն։ Այս նվիրատվությունը, փոխառությունը, պարտքի վերադարձը, այսինքն այս հարցերի բանը շրջանակը պետք է հստակ լինի։ Իսկ օրինակ դրսում գտնվող անձը, որ էլի Հայաստանի քաղաքացի է, աշխատում եւ եկամուտ է ստանում, ենթադրենք այն նշված 12 միլիոնից ավելի եկամուտ է ստանում։ Հիմա հարկման խնդիր իրան առաջանալու է թե չէ, այս հարցով էլ երևի թե ես չգիտեմ, եթե սխալ եմ ասում, ոնցքան ես եմ հասկանում, պետք է հասկանալ այդ մարդը ռեզիդենտ է Հայաստանի Հանրապետության, թե ոչ։ Ինքը ինչ իմանա, ռեզիդենտ է, թե չէ։ Ինքը պետք է այս հարցը քննարկի անպայման տարեվերջին, որպեսզի հասկանա։ Ում է այդ քննարկի, էլի, այսինքն հարց առաջ։ Երևի հարկային մարմնի սպասարկման կենտրոնը։ Հիմա այս ասացի է, այն անգամ, եթե հիշում ես, ազգային ժողովում էլ ասեցի, որ ես կոչ եմ անելու բոլորին, հենց այս օրենքը ընդունվեց 23 թվականի համար բոլորը դիմեն ՊԵԿ, ասեն խնդրում ենք ասեք, մենք ռեզիդենտ ենք, թե չէ։ Չասեն ինչի համար են ուզում, ասեն մենք ռեզիդենտ ենք Հայաստանի, թե չէ։ Թող ասեն ռեզիդենտ ենք, թե չէ, որ դրանից կախված հայտարարագիր պետք է ներկայացնեն, թե չէ։ Ես անձամբ իմ ասով դիմելու եմ նաև կենտրոնական բանկ, այդ հարցնեմ են փողերի լվացման իրական շահառու հանդիսանում եմ, թե չէ։ Թող ասեն, գրել են, որ պետք է հայտարարագիր ներկայացնող լինի։ Հիմա ես ինչ իմանամ, ես այդ օրենքի շրջանակում հայտարարագիր ներկայացնող եմ, թե չէ։ Թող ասեն ներկայացնող է, ես ներկայացնեմ։ Չի կարելի։ Դրա համար այս համակարգը մի քիչ ուրիշ ձև պետք է լիներ։ Վիճակագրությունը ոնց է, ծանուցում ասում է դուք ընտրվել եք վիճակագրական ընտրանքի մեջ, չէ՞, կազմակերպությունը, չմոռանաք, սրանից հետո դուք կտաք վիճակագրական հաշվետվություններ։ Այսինքն իր մարդու վրա չեն թողել։ Դրա համար այս համակարգը պետք է մոտարապես այդպեսին լիներ։ Ոչ թե բոլորին ծանուցվեր, այլ այն մարդիկ, ովքեր հայտարարագիր ներկայացնող են, ծանուցվեին։ Դրանից հետո նոր, եթե ծանուցվել է, չի ներկայացրել, նոր պատասխանատվության միջոցներ կիրառվել։ Հիմա ասեն միանգամից ասում են, գիտեք ինչ, քեզ տուգանելու են, գնդակարելու են, հանկարծ հայտարարագիր չտաս։ Հիմա մյուսն էլ պատասխանատվության միջոցների հարցն է։ Եթե հիշում եք, որքան ես հիշում եմ, Սահմանադրական դատարանը մի որոշում ունի, ասում է այդ տուգանքների համաչափության հարց է քննարկում, պետք է նպատակից ելնելով, այսինքն տուգանքների չափը պետք է կապված լինի պետության կարևոր նպատակի հետ։ Հիմա այս, քանի որ նպատակը այդպես մեծ չենք հասկանում, այս տուգանքի չափը մեկ մի բան է, դրա համար առաջարկել է օրինակ, նախազգուշացման մեխանիզմ կիրառվի։ Գիտես, կարծեմ աուդիտի ենթակա կազմակերպություններ, ովքեր աուդիտ չեն անցրել, կարծեմ սկզբնական փուլում ինքը զգուշացվում է, նախազգուշացվում է, եթե սահմանված ժամկետում չի ներկայացում, նոր ավելի խիստ պատասխանատվության է ենթարկվում, իսկ սրա մեջ գրված ասում է, որ հիպոթեք ստացավ, կապ չունի, վատ կլինի, կիսամեռած կլինի, այս կլինի, այդ հայտարարագիրը պետք է տա, հակառակ դեպքում այդ տված փողը հետ ենք ուզելու։ Տենց չի կարելի, էլի, տենց։ Այս հարցը եւս շատ կարևոր է։ Այդ նույնն է շատ ներողություն, էլի։ Այդ նույնն է, ոնց որ մի հատ պետական մարմնի դիմես, մի հատ աշխատող թերան, հա, քո գրությանը ժամկետում չպատասխանի, իր ամբողջ տարվա ստացած աշխատավարձը հետ ուզես, ասես քանի որ խախտում ես արել մի անգամ, այդ հաշվում է, որ այդ տարին դու լավ չես աշխատա, ինչքան պետությունը փող ա տվել,
այդ վճարածը մեր հետ։ Իսկ տուգանքների չափի մասին, եթե չեմ սխալվում, տարբեր չափեր են նախատեսված։ Կարծես թե վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքով, եթե չեմ սխալվում, տարբեր անձանց համար ոնց որ թե տարբեր էր նախատեսված, մեկին 50,000, մեկին 100,000։ Բանն է, քրեական վտանգավորության աշճանից, հանցանքի վտանգավորության աշճանից։ Այս նորմալ է, ընդհանրապես, որտեվ այդ մարդիկ հայտարարագիր են բոլորը հայտարարագիր են ներկայացնում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ քաղաքացի։ Մեկը հանգամանքների բերումով մասնաբաժին ունի, մեկը հանգամանքների բերումով հիպոթեկա հետ ստանում, բայց բոլորի արարքը նույնն է, սահմանված ժամկետում հայտարարագիր չտալն է։ Հիմա ինչի պետք է ասենք նույն թուղթը մեկը չտալա ուրիշ պատասխանատվություն լինի, այն մյուսը ուրիշ էլի։